Մի քանի օր է քանաքեռի կարի ֆաբրիկայի մեքենաներն աղմկում են էքստրա սայզ մինչև իսկ 64 չափսի զինվորական հագուստների վրա։ Պաշտպանության նախարարությունից արտահերթ պատվեր ունեն, ասում է տնօրենը։ Կամավորների կապակցությամբ, քանի որ ստանդարտից դուրս ռազմելներ էին, լրացիչ 2000 հատի չափով կտոր հատկացրեցին։ Կարածը սովորականի պես չեն կուտակում, օրվա ավարտին պարտադիր պարկերը պատվիրատուին են հանձնում։ Զինհագուստի գարուն ամառ հավաքածուն հրատապությունը կապ չունի, ինչպես միշտ տղաներին քրտներ չթողնող հատուկ ներդիրով է, կտորն ապահով խոնավ եղանակի համար։ Վադաստույկի է։ Չի թողնում, որ թրջվի զինվորը անձրև ժեթ է գա։ Չէ։ Հիմա առհասարակ զինվորին ամռանը շոքել, ձմռանը մրսել չկա, մայրերին, տատիկներին հանգստացնում են դերձակները։ Մարտական բաճկոնները ոչ միայն քամուց պաշտպանող գոտիով են, կրկնակի սինդիպոնով, թեթև ու տաք, օձիքի գրպանում անձրև ձյունից փրկող անջրաթափանց գլխանոց ունեն, այլև թևքի մեջ հարմարեցված կիսաձեռնոց կուզեն կօգտագործեն, կուզեն ոչ։ Զինվորը հագնելուց սենց դուրս է բերում, տրիկոտաժից կարածա ու մատը մտցնի սենց, որ չմրսի, ձերքերը պինդ պայի։ Միայն այս արտադրամաս նորը 150 զինվոր հագցնելու հզորություն ունի, աշխատանքի սովորական ռեժիմում իհարկե։ Անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է կրկնակի անգամ եւ ավելին ավելանալ։ Պետք լինի ուրիշ հոսքագիծ էլ կդնեն պատվերի տակ, ասում է գլխավոր ինժեները, թեպետ Ղարաբաղում ապրող բարեկամը բջջայինին շտապել է աչքալուսանք տալ։ Մի քանի ժամ է կրակոց չի լսվում։ Սատանի ականջը խուլ կրկնում են կանայք, շարունակելով գործը։ Պետք լինի կարող ենք երկարել աշխատել։ Չէ գիշեր։ Իհարկե։ Դասավորում են Վերնազգեստի մեջ անդրավարտիկ, վրան, գլխարկ, արտադրամասի աղջիկները լրջացել զինվորի տոպրակների պես, կամավորների փաթեթներ նամակ չեն խցկում։ Մեկ նամակ ենք դրում գրպան, որ ուրախանան։ 25 կին այստեղ առավոտից երեկո ձևում, կարում, արդուկում են ճանապարհային ոստիկանից դատախազ ազգային անվտանգության գեներալից շարքային զինվոր ու մաքսավոր, երկրի բոլոր ուսադիրավորների հագուստը։ Հպարտանում են ծանոթ հարևան հեռումոտիկ բարեկամ բանակում ծառայողներով։ Մորակրոջս թոռը Ղարաբաղում որտեղ է հիմա Մարտակերտում։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջնալիք։